Քո թվային էներգիան ազդում է քո կյանքի վրա։ Եթե դու չգիտես դրա մասին, գիտես ինչու՞։ Կարող է որոշ մարդիկ հեշտությամբ հասնեն հաջողությամբ, հա։ Գիտեք դա ինչից է։ Որովհետև ուրիշները միշտ պայքարում են, պատճառը նրանց թվային կոդի մեջ է։ Երբեմն մեզ կարող է թվալ, որ ինչ-որ բան խանգարում է մեր առաջընթացին, հա։ Իսկ եթե դա հենց քո թվերի էներգիան է, որը սխալ ես դու օգտագործում, բնական է դու ինչպես կարող ես ունենալ հաջողություն։ Ընդհանրապես, ինչ է ասում քո, հա, թվանշանները քո բնավորության մասին։ Դա մարդու հենց առաջի ամսվա, ասենք 1 գումարած 2, 12 թվանշանը, այստեղ կա 3 էներգիա։ Ընդհանրապես, ովքեր ծնվել են հենց 1 թվանշանից ներքո սկսած, 1, 12, հա, 18, 19, 16 եւ այլը, դրանք շատ դժվար բնավորության տեր մարդիկ են։ Իսկ ովքեր ծնվել են 20-ից սկսած, բնական է, այդպիսի մարդիկ բավականին ներդաշնակ են, հա, 2 թվանշանը ինչի հետ կապ ունի, որ մարդ իր կյանքում, եթե գիտակցականն է, ինքը այդպես է մտածում, որ ինքը եթե մարդիկ էլ վիճվեն, ինքը կարող է գնալ եւ մարդկանց հաշտեցնել, հա։ Ոսկի օրինակ, եթե դու ծնվել ես 1 թվանշանով կամ 7 թվանշանով, այստեղ պետք է դու հասկանաս, որ դու լիդեր ես, դու առաջնորդ ես։ Եվ ինչն է այստեղ հետաքրքիր, եթե 2-ով կամ խոսքի օրինակ 6-ով եք դուք ծնվել, այստեղ դուք կարող եք հասկանալ, որ դուք բավականին հոգատար եք, հա, մարդկանց նկատմամբ։ Դուք կարող եք մարդկանց սիրել, ի սրտե, սրտանց, օգնել մարդկանց, լինել լավ ուսուցիչներ, լավ օրինակ, հա, մարդկանց համար։ Դուք կներեք, կարող եք լինել բավականին հոգատար, ներդաշնակ մարդկանց հետ հարաբերություն։ Իսկ ինչպես օգտագործել քո թվային, հա, էներգիան, որը քեզ կարող է հաջողություն բերել, կարող ես դա ինձ մոտ իմանալ եւ դա ես կարող եմ սովորեցնել, որպեսզի դուք դա ակտիվացնեք եւ ձեր կյանքում ունենաք հաջողություն։ Իսկ ինչու որոշ մարդիկ աշխատելու, հաջողություններ հասնելու դիրք ունեն, իսկ դուք ոչ։ Կարող եք ինձ մոտ իմանալ, որ թվանշաններն են բերում սեր եւ որոնք են խանգարում ձեր անձնական կյանքին։